Գուլոն հելեք երթամարակ Ուրուտելիք մեղրու կարակ Ուր խմելիք ջուր սարնորակ Վայլե գուլո yaman գուլո Ուր խմելիք ջուր սարնորակ Վայլե գուլո yaman գուլո Յուլիզար 14 տարեկան աղջիկ էր, ում ծնողները մահացել էին եւ քանի որ շատ գեղեցիկ էր ու շատ տաղանդավոր աղջիկ էր, ազգականների ուրախությունն էր գյուղացիներից մեկի հարսանիքի ժամանակ Գուլոյին տեսնում է քուրդ Մուսաբեկը ու որոշում է որ պետքա փախցնի փոքր եղբոր համար կին է ընտրում որպես բավականին շատ փորձությունների միջով անցնելուց հետո դատավարություններ Օսմանյան կայսրությունում մինչև անգամ Կոստանդնուպոլսից խառնվում են հարցին պատրիարքարանը ինչ որ մի պահի որոշում են որ պետքա ազատ արձակեն աղջկան, այսինքն ազատություն տան, որ ինքը հետ գնա իր գյուղ։ Դատարանն է որոշում։ Հա, դատարանն է որոշում, իսկ Մուսաբեկի եղբորը կամ Մուսաբեկին, որտեղ հստակ չեմ հիշում, բայց կարծեմ Մուսաբեկին էլ որոշում են որպես պատիժ ուղարկեն Մեքքա։ Տարբեր պատմություններ կան Գուլոյի պատմության հետ կապված։ Կամ մի հատ ուրիշ տարբերակ, որ Մուսաբեկի եղբորը սպանել է Գուլոն։ Մի խոսքով, երբ որ Գուլոն հետ կուզեի այդ տարբերակին հավատայի ավելի շատ։ Գուլոն երբ որ հետ է գալիս արդեն իր հայրենի գյուղ, համագյուղացիները նույն ձև ընդունում են, մկրտվում է իդեպ նորից, որովհետև այդ փախցնելու ընթացքում իրեն դարձնում են իսլամի հետևորդ ու նույնիսկ պատժում էին գաղտնի աղոթքների համար։ Եվ մկրտությունից հետո որոշում են ամուսնացնել համագյուղացիներից մեկի որդու հետ։ Ունենում են բալիկ, զոհ չեն գնում ընտանիքը ցեղասպանությանը այդ շրջանի, մոտավորապես կարծեմ 1896-ական շրջաններն է կամ 1900-ի սկիզբ։ Ընտանիքը զոհ չի գնում, բայց մահանում է Գուլոյի երկրորդ բալիկը դեռ չծնված։ Բայց ամեն դեպքում ընտանիքը մի վարկածի մեջ 15 թվին զոհվել է։ Հա։ Ինչքան Գուլոն ամուսինը եւ բալիկը զոհվել են ծնված բալիկը։ Մյուս տարբերակը, որ ես լսել եմ, Գուլոնն էլ ամուսինն էլ մասնակցում են ինքնապաշտպանական պայքարին, որից հետո տեղափոխվել են Ավստրիա։ Այդ տարբերակի մեջ չէ՞ կարծում որ նաեւ հետո էլի երկու երեխա են ունեցել։ Հա։ Կուզեի այնպես լիներ, որ ապրած լինեին թեկուզ Հայաստանից հեռու։